Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, այսպես մի քիչ անենք։ Ձեզ հետ Ծովին Արվեդայական թվահոգեբանն է։ Այսօր ես որոշեցի խոսել 12-րդ արկանից։ Մի վարքյան։ Նախ ուզում շնորհակալություն հայտնել իմ բոլոր հետևորդներին լայքերի, մեկնաբանությունների եւ ինձ մոտ բաժանորդագրվելու համար։ Ես ձեզ սկսում եմ ծանոթացնել, թե ամեն մի 22 արկաններից քարտերը ինչ էներգիաներ են պարունակում, որպեսզի դուք ճանաչեք իրականում այս հոգևոր, հենց սրանք հոգևոր քարտերն են, որոնցից մեկը հենց ինքը տեսնում եք, սա 12-րդ արկանն է։ Քիչ անց մենք կանցնենք այս քարտին, դուք տեսնեք, բավականին բացատրեմ ձեզ ինչ քարտեր են, ինչի մասին են խոսում եւ այլը, հա։ Եվ այսպես գնացինք։ Մենք այստեղ տեսնում ենք ծառից կախված մարդ, գլուխը ներքև, հագուստի գույնը, այստեղ տեսնում ենք դեղին ֆոնը, որը որ սրբերի նկարների վրա դուք տեսել եք, արտահայտող անձը բավականին շատ հանգիստ հարմարված է այս կախված ծառից, հա, կապույտ գույնը երկնայինի հետ կապ ունի լուսավորի եւ ոտքի խաչը, հա, որտեղ խաչել էին Քրիստոսին։ Այս քարտը դրա հետ մեծ կապ ունի, 12-րդ տան հետ մեծ կապ ունի եւ այստեղ ինչն է հետաքրքիր, որ ոտքի մեկը կապված է, իսկ մյուսը ինքը պոզան, տեսնում եք, խաչ է ցույց տալիս։ Ծնկների մասը այստեղ խոսում է ձկների 12-րդ տան մասին։ Մի փոքր այսպես ուշադիր նայեք, ես ձեզ ուզում եմ այսօր բացատրել, թե ինչ է նշանակում այս քարտը։ Այս քարտը ուշադիր նայեք, գույներն էլ մեծ կապ ունեն այստեղ։ Այստեղ խոսում ենք մենք առաջինը ես ուզում եմ խոսել արխետիպից, միֆիոլոգիայից, որպեսզի դուք հասկանաք, թե սա ինչի մասին է խոսում։ Այս քարտին ասում են մեսիա, որովհետև ինքը մեծ կապ ունի հոգևոր քարտի հետ։ Կախաղան բարձրացված այս մարդը դա Աստվածն է։ Ինչպես ասում են, Աստծու որդուն խաչեցին, հա։ 12-րդ թվանշանն է մեծ արկաններից 22, 20-րդ ուղին է, երկուսին գումարում ենք 3, դա անում է 5, ուսուցիչ, մեկին գումարում ենք 3, էլի գուրուներն են, ուսուցիչները, ուշադիր նայեք։ Այսինքն ուղին 23-ի դա լամետն է, հա, տառը։ Մեմ, այսինքն հոդից մինչև գեբուրա, մեծությունից մինչև ամրոց։ Այստեղ ձուկ նշանը մեծ կապ ունի որպես զոհաբերություն եւ լուսավորության խորհրդանիշ։ Այս քարտը 12-րդ տունն է, հա, այսինքն երբ օրինակ ձկները, արևը ձկներում, հենց այս քարտն է։ Արևը 12-րդ տանը, որը նշանակում է գերության, իսկ ավելի խորը իմաստով դա կյանքի արմատական փոփոխությունն է, որը տեղի է ունեցել որևէ կարևոր սկզբունքների կամ սկզբունքի իրականացման արդյունքում։ Այստեղ նաև մեծ կապ ունի Խիրոնը, հա, Նեպտուն եւ Սատուրնը, լսած կլինեք, Սատուրնը ձկներում, դա կարմիչսկի է գալ է, այո, սա կարմայական քարտ է, ինչպես տեսնում եք։ Օկուլտ իմաստը բռնի մահնա, насильственная смерть, որ ասում են։ Եվ ես մի փոքր հիմա արդեն կսկսեմ խոսել իմաստից, որպեսզի դուք հասկանաք, հա, կախաղան բարձրացած այս մարդը խորհրդանշում է ճակատագրին լիակատար հնազանդության բարձր նպատակներին հասնելու համար, այսինքն սա պատիժ չէ, որ մարդը կրում է իր մեղքերի համար, այլ ազատ ընտրություն, ուղղված ճշմարտության փնտրելուն, հայտնությունը եւ աստվածային ուժերի հետ կապ հաստատելուն։
Օրինակ բերենք։ Խոսքի օրինակ, դու քեզ կարող ես զոհաբերել, ինչ-որ գիտելիք սովորել, գնալով դեպի հոգևորը, մեդիտացիայով զբաղվել, դրա համար պահանջվում է ժամանակ, դու զոհողության ես գնում, որպեսզի արթնանաս, կարծում եմ հասկացա։ Այս տարուքարտի վրա կախված մարդը նաև պատկերված է որպես երիտասարդ, որ տեսնում ենք մենք, բավական երիտասարդ է, հա, որը կախված է գլխի վայր։ Մի ոտքը կախված է իր գլխավերևում գտնվող ձողից, իսկ մյուսը ծալված ծնկի մոտ։ Այսինքն այստեղ նրա ձեռքերը ինչ են, կապված են ձողին, դուք չեք տեսնում, հա, հետևի կողմից։ Հենց այս դիրքում նա ակնհայտորեն որոշակի անհարմարություն կարող է զգալ, իհարկե, բայց իրեն ազատելու որևէ նշան ինքը չի ցուցաբերում, իրան ձեռք է տալիս այս վիճակում մնալ, հա։ Ինչն է այստեղ հետաքրքիր, որ մարդու դեմքին երբ նայում ենք, որ ինքը հանգիստ է, խաղաղ է, հա, այսինքն այս մարդը հաշտվել է իր ճակատագրի հետ։ Այն իրադարձությունները, որը նախատեսված է իրան, որ իր հետ պետք է լինի, լույս է տարածվում երիտասարդի գլխի շուրջը, որտեղ որ մենք տեսնում ենք, մի քիչ մոտիկ որ բերեմ, այսպես կտեսնենք դեղին գույնի, տեսնում եք, ակնարկելով այս քարտը հասկացնելով նրա լուսավորության և զոհաբերության մասին ավելի բարձր նպատակների համար։ Հիմա մենք տեսնում ենք երիտասարդի դիրքը, որը որ ոչ նյութական ոգու մարմնի մարդու, հա, նյութական մարմնի անցնելու անձնավորման մասին է խոսում։ Տղամարդու հնազանդ եւ հանգիստ կեցվածքը, որ սենց մենք տեսնում ենք, դա խորհրդանշում է իրադարձություններից վեր կանգնելու եւ ներքինի վրա կենտրոնանալու ունակությունը։ Այսինքն այստեղ երիտասարդը կախված է աջ ոտքից խորհրդանշելով ճակատագրի նրան հանձնվելը եւ ապագային պատրաստ լինելը։ Այստեղ գլխի վայր ամեն ինչ փոխվում է, մարդու աշխարհայացքները։ Խաչը, որը նա տեսնում եք, պոզան ընդունել է, հասկացնում է, խորհրդանշում է կապը սրբազան ուժերի հետ, այսինքն այս խորհրդանիշը կրկնվում է նաև կախված մարդու ոտքերի մոտ։ Ծառի վրա կանաչապատումը վերևում, որ մենք տեսնում եք, բավականին շատ հետաքրքիր է, դա նշանակում է նոր հնարավորությունների ի հայտ գալ, նպատակների և մարդու ցանկությունների, ձեռքբերումների մասին։ Իսկ կապույտ հագուստը, որտեղ որ մենք նրա վրա տեսնում ենք, դա գիտակցության հատուկ վիճակի, բարձրագույն տերությունների հետ միասնության որոշակի, և եթե դեմքին ուշադիր նայենք, այնպիսի տպավորություն է, կարծես մարդը տրանսի մեջ է, հա, այսինքն մարմնացում, գլխի շուրջ լույսի դեղինը տեսնում եք, սա խոսում է, ինչ կարող է նշանակել, այս նրա գլխի վերևի շուրջ այդ պսակը լուսավորության, սրբության և ամեն մարդ չի, որ կարող է ընտրյալ լինել, ընտրյալների մասին է խոսում։ Ընդհանուր իմաստը այստեղ կրոնների մասին է խոսում, հա, ես ձեզ պարզ ցույց տվեցի, որպեսզի դուք մի քիչ հասկանաք։ Տարբեր ուրեմն տարո քարտեր կան, 300 քանիսից ավել, որոնք թողարկել են, ավտորները, հեղինակները տարբեր են, կա որ սառույց է և մարդը այսպես կախված կողքը ծաղիկ կա, դա ինչի մասին է խոսքում, նրա սառը վերաբերմունքի չգնահատելով կողքի ծաղիկին, խոսքի օրինակ դա կարող է կին լինել, երեխա լինել և այլն, հա, սիրուհին լինել և այլն, ինչին նա ուշադրություն չի դարձնում կառմը աշխատելով։ Կարծում եմ հասկանում եք, ընդհանրապես այս քարտը մեծ կապ ունի մի մարդու հետ, որը զոհաբերում է իրեն հոգևոր արժեքների զարգացման համար, այդպիսով բարձրանալով բոլոր նյութական բաներից վեր։ Այսինքն այս մարդուն, հա, կարող է ինքը նահատակի, տառապողի կերպար լինի, և այս վարքագիծը հաճախ կարող է հանգեցնել ուրիշների կողմից թույր ըմբռնման,
ովքեր կարող են փորձել ամոթանք պատճառել, ծաղրել այսպիսի մարդուն եւ անպատվել այսպիսի մարդուն։ Սակայն դա կարող է այսպիսի մարդը չենթարկվի, հա, այդպիսի մարդկանց, դա իր սեփական կարծիքն է, իր սեփական մտածելակերպն է եւ այսպիսի մարդիկ հաճախ պատկերում են երանելի արտահայտությամբ, լի իմաստությամբ եւ գիտելիքներով։ Այդպիսին է հենց այսպիսի մարդկանց նպատակը եւ դա արդարացնում է դրանց հասնելու միջոցները իրենց զոհաբերելով։ Այսինքն, եթե դու ընտրյալ ես, մենք տեսել ենք, հա, կան մարդիկ, ովքեր զոհ են խաղում մտածելով, որ շատ հեշտ քեզ կարող են գցել իրենց թակարդը, հա, սուրբ, այդ սուրբի քողի տակ, կարմա աշխատելով եւ ամեն մարդու կյանքում կարող է գա այդ կարման։ Այսինքն դա ինչպես են անում, մտնելով ուրիշի անձնական դաշտ, այդ մարդիկ ինչ որ վատ բառեր են գրում, վատ բաներ են ասում եւ այլն, մտածելով, որ հա, այնպես է ուրախ, բան, իրանք ինչ տիեզերքի օրենքներ, տո Աստված ով է, տո Աստծո, չգիտեմ ինչն էլ անիծված, բան, մեզ ոչ մի բան չի լինի, դա ձեզ թվում է։ Ովքեր որ ընտրյալներ են, դա դուք չեք որոշել, դա արարիչն է որոշել եւ յուրաքանչյուրիդ պատիժը բավականին այնպիսի պատիժներ ա լինում, անգամ դուք չեք կարող պատկերացնել։ Հենց այնպես չի, որ հոգևորի մասին է սա խոսում, աստվածային էներգիաների մասին, եւ դու պետք է յուրաքանչյուր տարով մեծ արկանի հետ կարողանաս ճիշտ աշխատել։ Ռունաները ով է ստեղծել, Օդինը, հա, ով իրեն այսպես զոհ տալով Իգդրասիլ ծառին, լսած կլինեք, հա, այդ միֆիոլոգիան, որտեղ նա ինչ որ ժամանակահատված ընտրելով իրեն զոհաբերել է, ստեղծելով Սկանդինավյան ամբողջ ռունաները եւ դրա նշանակությունները։ Ասում են ձերևը Սեֆիրոտ, տեսնում եք, դա նրա շնորհքն է, նրան տրված է եղել։ Տարոքարտերի ռասլադների մեջ այո, նաեւ կա դրևո Սեֆիրոտ, տարու ռասլադները, որը մարդու հոգևորն է ամբողջ, հա, բացատրում, երբ որ դու մի քանի sense մեծ արկաններ դնում ես եւ դու պետքա 22 թեկուս, դու պետքա ճիշտ մարդուն բացատրես իր միսիան, ով է ինքը, արդյոք նա իր, հա, այն ինչի համար միսիայով եկել է այս երկիր, ինքը ճիշտ ուղու վրա է, հա, արդյոք ճիշտ ճանապարհ է ընտրել, թե ինքը էլի շարունակում է այսպես կարմա աշխատել եւ հաջորդ կյանքում նրան պատրաստել են որ գա, որովհետեւ անձն է, հա, այդ կարման աշխատում եւ ինքը պետք է գա իր կոպիտ ասած ինքը մեղքեր է գործել, ինքը պետք է գա այդ մեղքերը ուղղելու։ Եթե ինքը այս կյանքում դաշ չի եղել, կարմայական դաշ, եւ մարդը սա կարմիչսկի քարտա, ինչպես դիավոլը, ինքը պետք է գա եւ ինքը դա ուղի, որովհետեւ դա անձն է արել, այլ ոչ թե մեկ այլ անձ։ Ոգին պատրաստում են մարդը գալիս է եւ մարդը պետք է այս ամենի տակից դուրս գա, մաքրի իր կարման։ Իսկ եթե դաշ չի լինում, նորից պետք է գնա, նորից հետ գա, մինչև դաս լինի։ Հասկացաք։ Ինքը ընդհանրապես շատ հետաքրքիր քարտ է։ Խոսքի օրինակ, եթե մարդ ոչ այնքան շատ ժամանակ նեգատիվ կարող է քարտը այսպես ասել, նաև ունի, եթե ճակատագրական փոփոխություն կամ մարդու ճակատագրում փոփոխություններ կարող են կատարվել, հա, այստեղ շատ կարևոր հարցի մասին եմ ես խոսում, որը որ մարդուն խոսքի օրինակ, եթե դիմել է ինձ, ինքը պոզիտիվ էներգիա ունի, որի կյանքում կարող են լինել բավականին շատ հետաքրքիր փոփոխություններ, որի համար նա պետք է պատրաստ լինի առավելագույն ջանքեր գործադրել այն իրականացնելու համար։ Այստեղ քարտը վստահորեն ես կարող եմ ասել, որ նրան հուշում է, որ իրադարձությունները անպայման ցանկանում է նա, չի ցանկանում դրանք տեղի ունենալու են եւ նա պետք է պատրաստ լինի, հա, այդ իրադարձություններին։ Սակայն եթե այստեղ հարցում նման բան չի ենթադրվում, պատասխանը կարա լինի բացասական։
Ինչպես դրականը կա, այնպես բացասականը։ Խոսքի օրինակ, եթե վերջինն է, հա, քարտը դուրս գալիս, այդտեղ վստահաբար ես կարող եմ ասել, որ այդ մարդու խնդրի լուծման հարցում առաջընթաց չի լինելու, չկա եւ այստեղ կարող են իրենք անվտանգ կերպով հետաձգել դրա լուծումը մինչեւ ավելի լավ ժամանակներ։ Այսինքն ֆակտորներ կան այստեղ, ինքը ուզի, չուզի, պետք է զոհաբերի իրավիճակը սպասի, չշտապի, եթե շտապեց, անխուսափելին անդառնալին կարող է լինել իր շտապելու պատճառով։ Այս զոհի կերպարը 12-րդ արկանի երբեմն ստանում է զոհաբերության իմաստ, հա, սա նշանակում է նպատակ, որի համար մարդ պետք է ինչ-որ բան զոհաբերի, բայց դա չի նշանակում, որ խոսքի օրինակ, հա, ջանքերը իրա կարող է անիմաստ վատնի ինքը, ընդհակառակը, այստեղ զոհաբերությունը երկարաժամկետ հեռանկարում լիովին կարող է փոխհատուցվել, եթե մարդը նայած ինչի համար է դիմել, հա, խոսքի օրինակ, եթե ինքը կարմա է աշխատել, բավականին մեծ ժամանակով է տալիս խնդիրները, որպեսզի ինքը հասկանա, եթե օրինակ մոգության դուռը բացել, պատիժները անխուսափելի են, դա ինքն է արել, դա մեկ այլ մարդ չի արել, իր գործողություններն վերևից նայվում է, դա Աստծո աչքն է, բաշնյա քարտը, եւ տրվում է մարդուն այն, ինչ հասնում է իրեն։ Բաշնյան դա սիրելիներին է խփում, նաեւ իրեն է խփում։ Այստեղ նայեք ինչն է հետաքրքիր, որ կարող է դա չնշանակի, հա, որ իր մարդու ջանքերը, թե ինքը ինչ-որ զոհաբերության է գնում, կարող է ավարտվեն ոչ իր օգտին։ Հակառակը, այստեղ զոհաբերությունը մարդու երկարաժամկետ հեռանկարում լիովին կարող է փոխհատուցվել։ Սա անխուսափելի է, որովհետև այլ ճանապարհ մարդը չունի։ Եվ այստեղ նպատակը եւ զոհաբերությունը ինքնին կարող են ունենալ տարբեր ձևեր՝ ֆիզիկական եւ նյութական, կամ հոգեվոր եւ ենթագիտակցական։ Այս քարտը նաեւ հաճախ ենթադրվում է անարդարության զգացում եւ ինչու հարց, հա, այստեղ հաճախ կարող է բխել այն փաստից, որ մարդը չափազանց խրվել է առօրյա կյանքի եւ նյութական աշխարհի մեջ, եւ այստեղ լիովին մոռացել է, թե ինչ է պահանջվում իրեն, հա, իրենից ինքնագիտակցության եւ հոգեվոր որակներ զարգացնելու համար։ Կան մարդիկ, որ իրանց զոհ են խաղում, սրբի քողի տակ գործողություններ են անում, չփոխվելով, դա ովքեր որ հոգեվոր զարգացած չեն, արժեք չունեն, ոչ մի հոգեվոր, հասկացաք, իրենց էր վերաբերվում։ Պասիվ վիճակը այստեղ քարտի կողմից մեկ այլ իմաստ է, այսինքն կյանքի շրջանը, այստեղ որը կարող է սկսվի որևէ նշանակալից, հա, իրադարձության, նաև ինչու՞ չէ, ավարտից հետո, ասենք թե եթե հաջորդ քարտը դա արևն է, մարդը կարող է խոսքի օրինակ, եթե այս քարտն է, մարդու աշխարհայացքները փոխվում են, արթնացում է սկսվում եւ արևը ինքը այդ իրավիճակից բավական պոզիտիվ իր վրա աշխատելով մարդ է դուրս գալիս եւ այստեղ իր արևը ցույց տալիս բոլորին, կարծում եմ հասկացաք։ Ուտե այստեղ նպատակին իր հասնելուց հետո մարդը կարող է գտնվել սպասման վիճակում, անտարբեր լինի եւ չունենա ակտիվորեն ինչ-որ զարգանալու նաեւ ցանկություն, հա։ Այս արկանը նաեւ ցույց է տալիս մարդու լիակատար պասիվությունը, այսինքն նրանք անկարող են, հա, կամային որոշումներ կայացնել։ Քանի որ իրենց բոլոր ջանքերը այստեղ կարող է ծախսվեն իրենց տոկունությունը պահպանելու վրա, իսկ այս իրավիճակը պետք է դիմանալ եւ սպասել մինչեւ որոշ ժամանակ անցնի, ամեն ինչ հետագայում Աստված արարիչը իր տեղը կգցի։ Այս քարտը սովորաբար նաև հայտնվում է, երբ մարդը բախվում է իր կյանքում կարևոր խնդրի առաջ, որը գիտի, թե ինչպես լուծել, բայց ինչ-որ բան այստեղ համառորեն կարող է նրան խանգարել եւ դա, հա, որպեսզի նա ինչ-որ մի բան անի։ Խոնարհության հետ կապված այստեղ
Առանձնահատկությունը քարտի այն է, որ այն կարող է մեզ սովորեցնել խոնարհություն, իրավիճակի ընդունում այնպեսին, ինչպեսին այն կա, հա, եւ այստեղ համբերությունը պարտադիր է։ Նաեւ քարտը կարող է մարդուն զրկել տարբեր նյութական բարիքներին եւ արժեքներին կարճելու ունակությունից, իշխանություն, հարստություն, կապվածություն եւ այլն։ Այս ամենը կարող է մարդուն խանգարի, ճիշտ է, մի ժամանակ, բայց ժամանակին պետք է հասկանալ եւ կանխել ցանկացած այսպիսի հանգամանքներ, որովհետեւ ժերտվաքարտը ընդհանրապես կարող է հայտնվել, երբ կյանքում տեղի են ունենում տարօրինակ նաեւ, հա, իսկ երբեմն նույնիսկ միստիկ ինչ-որ բաներ, որովհետեւ 12-րդ տունը դա, հա, կապ ունի նաեւ միստիկայի հետ, տարո քարտերի հետ, աստղաբանության հետ, հա, Մարդ կարող հասկանա, որ այստեղ ինչ-որ մի բան այն չի գնում իր մոտ, միգուցե կարող է նաև ինչի՞ չէ, մարդուն թուղթը գիրեն առել, դա էլ է հնարավոր, փակվել է իր մոտ ամեն ինչ, փակում են։ Ու ինքը զգում է դա, հա, որ իր մոտ ինչ-որ մի բան չի գնում առաջ, այստեղ ինքը զոռով ոչինչ փոխել չի կարող։ Այս դեպքում կրկին անհրաժեշտ է, որ մարդը ցուցաբերի խոնարհություն, համբերություն կամ ավելի լավ է փորձի հաշտվել հանգամանքների հետ եւ հարմարվի միգուցե դրանց հետ։ Հնարավոր է ժամանակն է մտածի անձը սեփական արժեքների մասին եւ փորձի փոխել դրանք, տեսնի որտեղ վերանայի մարդկանց հետ հարաբերությունները, այն կարման, որ ինքը աշխատել է, հա, պատիժները հենց այնպես չեն գալիս մարդու կյանք։ Իսկ եթե որ քայլի դեպի նորը, այստեղ ինչ-որ նոր բաներ պետք է սովորի, նոր գիտելիքներ ձեռք բերի, հա, այդ անհրաժեշտությունը 100% լինում է։ Եթե սկզբնական հարցը խոսքի հետևյալն է եղել, արդյոք ինքը կարա հարց տա, հա, իր երեխան կգնա քոլեջ, օրինակ կամ դպրոց, պատասխանը կարա լինի դրական։ Նրանք ոչ միայն կարող է ընդունվեն, այլ կարող է խրվեն իրենց ուսման մեջ մինչև ավարտելը, իսկ դրա համար ինչա պետք երկար ժամանակ, հա, սա կարող է պահանջի մեծ զոհողություն, բայց ապարդյուն չի լինի։ Հասուն անհատների համար քարտը նաև խորհուրդ է տալիս խուսափել ավանդական մտածողությունից եւ փորձել ինչ-որ նոր բան անել, զարգացնելով ձեր հոգեվոր արժեքները, բարձրացնելով ձեր վիբրացիաները։ Հա, այստեղ նայեք, որպես խորհուրդ կամ զգուշություն, ես այստեղ կարող եմ որպես խորհուրդ նայեք, եթե իրան մենք շատ խորը փորենք, այստեղ պարզ կդառնա, հա, որ այս ամբողջ կյանքի խառնաշփոթի հետևում թաքնված է եղել մարդու կյանքում շրջապատող աշխարհի մասին հնացած ինչ-որ պատկերացումների խնդիրները, որը մարդը պետք է փորձի փոխել եւ ամեն ինչ շատ ավելի լավը կարող է նրա մոտ դառնալ, հա, տրամադրության հետ կապված թե հանգամանքների առջև սեփական անօգնականության միգուցե ինչ-որ զգացումից շրջապատի մասին, անհասկանալիությունից, մինչև տեղի ունեցող իրադարձություններից, հա, ստեղ բացարձակ վստահություն եւ այլն, ստեղ որ ամեն ինչ իր տեղում պետք է գտնվի։ Եթե քրտնաջան մարդը այս քարտը դուրս է գալիս, ոչինչ մարդու կյանքում հենց այնպես չի տրվի, որովհետև մարդ պետք է քրտնաջան դրա համար ջանքեր գործադրի, աշխատի, եթե ուզում է իր ուզած արդյունքներին հասնի։ Կրկին այստեղ կարևոր է մեզ հիշել, որ ամեն ինչ հենց գալիս է իր գնով եւ զոհողությամբ, որքան լուրջ ու խորը ցանկություն ունի մարդը, այնքան մեծ է լինելու իր զոհողությունը։ Հարց տվողը խոսքի օրինակ, որը փնտրում է իր տեղը կյանքում եւ ինքնաճանաչումը, այստեղ կարող եմ ասել, որ այստեղ հոգեվոր ճգնաժամ կարող է մարդը ապրի եւ այն լուծելու համար նա պետքա փոխի հին սովորույթները իր եւ շրջապատող ամեն ինչի նոր տեսանկյունից նայի, հա, հոգու մեջ այստեղ մարդու առաջանում է դատարկություն, դրանից հետո եւ պասիվության զգացում։ Դա էվոլյուցիան է, որ մարդը պետք է
ապրի զգա։ Կարծես նա փակուղի է մտել եւ ելք չի կարողանում գտնել։ Այդպիսին է։ Իսկ եթե ես որպես մարդ, անձին նկարագրեմ, ես կարող եմ ասել, որ մարդը տարբերվել է հենց փոքրուց իր շրջապատից, դպրոցում, սովորելու դասարանցիներից, իր ընտանիքում եւ այլն։ Օրինակ, կարող եմ օրինակ բերել Սթիվ Ջոբսի օրինակով, իր դեպքում ինչպես է եղել, նրա կյանքը կատարելապես համապատասխանել է քարտեզի իր նկարագրությանը, իր ճանապարհորդության հենց սկզբում ասում են, որ նա զոհ է եղել։ Ծնողների կողմից լքված երեխա է եղել։ Այնուհետև նա զոհ է դարձել իր սեփական ընկերությանը, հեռացնելով նրան ղեկավարության շարքերից եւ կյանքի մայրամուտին իր սարսափելի հիվանդությունը նրան զոհ է դարձրել։ Բայց այստեղ այնուամենայնիվ նրա անունը կապված է մարդկության պատմության մեծագույն հայտնագործությունների մեջ, այսպես են ասում։ Մարդու դրական հատկանիշները այս քարտով նա է, որ նկարագրված անձը այստեղ անկասկած հերոսական անհատ է, որը ընդունակ է անսովոր ռադիկալ արարքների, այդ թվում անձնազոհության, նրանց ցանկությունները պարզ եւ հստակ են լինում, նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչպես կարող են դա ստանալ։ Նրանք միշտ կարող են առանձնանալ խմբերում, օգտագործելով իրենց սեփական մեթոդները։ Իսկ բացասական կողմը անձի այն կարող է լինել, որ մարդը հաճախ կարող է ցույց տալ, որ հոգնել է աշխարհիկ ամեն ինչից, իմաստ չի տեսնում իր շարունակական գոյության մեջ, եւ այստեղ կարող է կորցնի իր նպատակները եւ մոտիվացիան։ Որոշ դեպքերում այստեղ քարտը կարող է նաեւ նկարագրել մարդու վիճակը, մասնավորապես այստեղ վատ սովորությունները կամ կախվածությունները, ինչպես դիավոլ քարտի մեջ էր սատանայի, որը ես ձեզ անցյալ իմ լեկցիայի մեջ Գայանեի եւ Խաչիկի հետ ձեզ ցույց տվեցի։ Այսինքն դրանք ո՞րն են, այնտեղ էլ կա, չէ՞, նարկոտիկ, խմիչք, ծխախոտ, վատ սովորություններ, օրինակ դրանցից մեկը նաև կարող է լինել գողությունը, մարդու մի ձեռքը որ կտրում ես, մյուսով անում, կամ լեզուն, պետք է կտրես, չէ, եթե ինքը մտնում է ինչ-որ մեկի մոտ ավելի պակաս խոսում է, մեկ այդպիսի մարդիկ չեն փոխվում։ Որոշ դեպքերում նաև դա կարող է լինել ալկոհոլ կամ թմրանյութերի օգտագործման, խաղամոլության հետ, սիրո հետ կապված այստեղ անկումային հաստատ քարտ է, բավականին դանդաղ հարաբերությունների, կարմիկ հարաբերությունների մասին է խոսքը, որտեղ կոպիտ ասած այստեղ ասում են բույնի բիկ ի терпеливի ծիլյունը, վայ են մարդուն, որ հանկարծ սենց համբերատար մարդուն հունից կհանի, որովհետև կարող է ճակատագրական լինի շատերի համար։ Դրա համար այստեղ հարաբերություններում պետք է վերահսկել իրավիճակը։ Այստեղ նման հարաբերություններում դիմացինը կարող է իրան բավականին անօգնական զգա, եւ անկարող լինի որևիցե մի բան փոխել։ Մարդկանց միջև հարաբերություններում այստեղ կարող է նաև լինել փակուղի, ռոմանտիկայի լիակատար բացակայություն կա այստեղ եւ մարդիկ հոգնում են միմյանցից եւ այստեղ մեծ մասամբ տառապում են միասին մնալու անհրաժեշտությունից, ծանր կապի մասին է այստեղ խոսքը։ Բայց սա չի նշանակում, որ ճգնաժամը նոր է սկսվել, ընդհակառակը դա կարող է տևել բավականին երկար ժամանակ։ Մարդիկ միանում են, բաժանվում են, միանում են, բաժանվում են, ցավոտ կապ է, անիմաստ մարդը ժամանակ անցկացնում է մեկի հետ, որտեղ որ հետո փոշմանում ես դու բավականին շատ։ Այստեղ եթե մարդ որոշում է խոսքի օրինակ ճգնաժամից դուրս գա, բայց չի կարողանում տեսնել ինչ որ հպարտության հետ կարող է կապ ունենա, քարտը կարող է նկարագրել նեղ մտածելակերպով ինչ որ անձի, որը որ կարող է ինչ որ
հենց իր խելքի պատճառով ուրիշների տեսակետների մերժում ունենա եւ նոր տեսակետներ պետք լինի իրան չընդունի դա հետեւաբար այստեղ ճնշող լինի բարդ եւ դժվար հարաբերությունների մեջ գտնվի վաղ թե ուշ դա դառնում է մարդու համար բավականին ծանր բեռ նույնը զուգընկերոջ համար եթե նայում ենք կարիերայի հետ կապված հարաբերություններում այստեղ դժբախտաբար եթե հայտնվում է կախված մարդու այս քարտը զոհի չպետք է մարդ ակնկալի կարիերայի իր մոտ առաջ խաղացում հա որովհետև այդ դեպքում մարդուն միայն մնում է մասնագիտական ձախողում պետք է դու դրա մասին զգուշացնես շատ հնարավոր է որ նաև ինչ որ մեկը այս անձին խաբի եւ դարձնի մեղքի նոխաս այստեղ զոհաբերությունը նաև խորհրդանշում է անձնական հարաբերությունների մասին, որտեղ զոհաբերում է մարդը աշխատանքը եւ սա կարող է լինել երկար սպասված կարծես արձակուրդ, որը պետքա չեղարկվի, հա? Վերջին րոպեին հանգստյան օրեր լուսաբացից մինչև մթնաշաղ աշխատելով։ Այստեղ նաև կարող է լինի միգուցե նյարդերի քայքայում, առողջության քայքայում, սթրեսային եւ կոնֆլիկտային իրավիճակների պատճառով գործարարության հետ կապված ձեռնարկատիրական գործունեության մասին կարող է խոսել մի մարդ, ով զբաղվում է այդպիսի գործով, բայց մարդը կարող է ազդարարել ուղղության փոփոխություն միգուցե այստեղ անհրաժեշտ լինի ամբողջությամբ վերանայի մարդ իր բիզնեսը միգուցե մարտավարությունը սովորի ինչ-որ նոր բան կամ սկսի ինչ-որ նոր բան իսկ նախագծերի հետ կապված եթե հարց է տալիս հա նախագծի հետ կապված ես կարող եմ ասել որ քարտը իրեն կարող է կանխատեսել բազմաթիվ ուշացումներ ֆինանսավորման, բացակայության կամ անգործունակ կառավարման իր պատճառով։ Խոսքի օրինակ գումարի գույքերի հետ կապված այստեղ փողերի դասավորության մեջ մարդ կարող է լրացնել մեկնաբանությունը հետևյալ կերպ, հա։ Այսինքն ֆինանսները այստեղ կախված մարդու քարտից երբ հայտնվում է այստեղ ֆինանսական կործանման ուղու մասին է խոսքը եւ դու որպես տարողակ պետք է մարդուն տեղյակ պահես ծախսեր կարող են լինել չգիտես որտեղից անverջ վատնված ծախսեր պարտքերի մարումներ եւ տուգանքներ ներդրումների հետ կապված հնարավոր է որոշ անհաջող ֆինանսական ներդրումներ օրինակ կարող են բերել օրինակ բնակարան որը խոսքի ծանրաբեռնված է կամ տրանսպորտային ինչ-որ միջոց, հա, որը ի վերջո կարող է պահանջել կանխիկ ինչ-որ մարում։ Դուք նաև ստիպված կլինեք վաճառել որոշ իրեր կամ ստիպված եք զոհողության գնալ գրավադրել, հա, արժեքավոր ինչ-որ իրեր կրճատելով ձեր ծախսերը եւ սկսեք մի փոքր միգուցե գումարներ խնայել։ Իսկ առողջության հետ կապված այս քարտը կարող եմ ասել խոսում է բավականին լուրջ առողջական խնդիրների մասին, քրոնիկ օրինակ հիվանդությունների վատ թարացման կամ հին ինչ-որ վատ սովորույթներին, պախվածություններին վերադարձ հետ կարող է գնա ինչը մարդուն կարող է հանգեցնել գիտակցության փոփոխությունների եւ այստեղ բնական է, հա, հետեւաբար հոգեկան ինչ-որ միգուցե խանգարումների, որովհետեւ այստեղ նաեւ հնարավոր կլինեն ծանր հետևանքներ, վնասվածքներ կամ մարդու մոտ, ինչու՞ չէ, կոտրվածքներ, ինչպես ասում են, պատիժ։ Դա հենց այնպես չի, հա։ Բավականին շատ են այսպիսի ընթերցումները, որոնք ես ընթերցում եմ փողի հետ կապված ընդհանրապես ես միշտ ասում եմ մի սպասեք որևէ հատուկ ինչ-որ հաջողության, որովհետև ֆինանսական մարդու հարցերում այստեղ մարդիկ կարող են հեշտությամբ հետագայում պարտքերի մեջ ընկեն, որը կարող է դառնալ բավականին ձեզ համար անվերահսկելի եւ չափազանց շատ կարող է ծախսեք ինչ-որ հիմար բաների վրա գումարներ դրա պատճառով։ Դրա համար խորհուրդ եմ տալիս մեծ գումարներ չծախսել։ Հա, այլ մի փոքր կողքի դնել, որպեսզի ձեզ հետագայում կարող է պետք գալ։ Ժամանակի ընթացքում միգուցե, հա, ամեն ինչ դեպի լավը
բարելավվի։ Բայց պետք է այս քարտից զգույշ լինեք, որովհետև կարմիկ դասերի մասին է նաև խոսում։ Եթե խոսքի օրինակ, հա, ունեք ինչ-որ գործընկեր, հարց եք ուղղել, ուզում եք հասկանաք, ինչպիսի վերաբերմունք ունի ձեր հանդեպ, հա։ Ես կարող եմ ասել, որ մարդը պայքարում է ձեր ուշադրության համար, փորձելով արժանանալ ձեր ուշադրությանը, միգուցե հիմա նա ուժասպառ է եւ այլևս չի կարող շարունակել իր պայքարը, որովհետեւ նա միգուցե ուզում է հանգստանալ կամ նույնիսկ հրաժարվել իր սեփական նպատակներից, որովհետեւ այստեղ մարդու զուգընկերը կարող է որոշել վստահի, հա, ձեզ, եթե դա փոխադարձ չէ։ Եվ այստեղ նա կարող է դադարի պայքարել, ասի շատ պետք է ինձ, հասկացաք։ Ուստեղ շատ դժվար կլինի նվաճել ձեր համակրանքը եւ այլևս հույս չունի հասնել իր նպատակին։ Եվ այստեղ մարդ կարող է հուսահատվել, հա, որ հոգնել է ձեզ նվաճելուց ձեր սիրտը կամ ինչ-որ նվերներով փորձելով ձեզ զոհողության գնալ, նվերներ գնել այդ փորձերից։ Չի, որովհետև այդ մարդուն խաղաղություն է պետք, հասկանում եք։ Խոսքի օրինակ, եթե այս քարտն է դուրս գալի, զույգերը միասին կլինեն, թե ոչ, հա, այստեղ հանգամանքները ոչ այնքան սիրահարների օգտին կարող են լինել եւ իրանցից մեկի համար տանջալից կլինի sense հարաբերությունները եւ հնարավոր է հանձնվի եւ բախումներ լինի։ Որովհետեւ այստեղ հարաբերություններում երկուսն էլ կարող է բախվեն բավականին լուրջ փորձությունների, աղքատության, օրինակ, որովհետև այդ է գրեգռն է քրիստոնեության, հիվանդությունների, որոնք չափազանց դժվար կլինի երկուսին էլ հաղթահարել։ Երբեմն նաև նման խնդիրները այստեղ կարող է ստիպեն սիրահարներին բաժանվել կամ դադարեցնել իրենց հարաբերությունները, որովհետև իրոք անտանելի է դառնում։ Այստեղ պայքարելու ուժի պակասը զույգին կարող է ստիպի դժվար նաև ընտրություն կատարել, դադարեցնել հանդիպումները, թե շարունակել միգուցե զգացմունքները զարգացնել, հա։ Այստեղ կարող է սկսեն դիմադրել ճակատագրին, բայց որոշ ժամանակ նրանց ջանքերը կարող է լինեն անարդյուն։ Հասկացաք։ Խոսքի օրինակ, եթե հարցնում եք ձեր սիրելին, հիշում ա ձեզ այս քարտը, կարող եմ ասել, որ մտածում է այո ձեր մասին, բայց այստեղ նա բավականին խառը զգացմունքներ կարող է ունենա ձեր նկատմամբ։ Մի կողմից դուք նրան կարող է շատ հետաքրքիր լինեք, բայց մյուս կողմից նրա շրջապատում ավելի հետաքրքիր մարդիկ կարող է լինեն։ Բայց դա ձեր մեղքը չի, հենց այսպես էլ պետք է բացատրես, պարզապես այստեղ չափազանց շատ հանգամանքներ, ֆակտորներ կան, որոնք կարող է խանգարեն ձեր հարաբերություններին, եւ դրանցից մեկը հենց ձեր անհատականությունների, նախասիրությունների եւ կյանքի նկատմամբ կարող է լինել։ Խոսքի օրինակ, մեկը կարա հարաբերություններում պաշտոնով լինի, մեկը իրան զգա թույլ, հա, ցածր, ուստեղից դիսբալանս լինի։ Նայած ինչ աշխարհայացքներ ունեք դուք հարաբերություններում, դրա համար պետք է խոստովանեք առողջ սիրային հարաբերությունների եւ անբաժանելի մասը կարող եք դուք կազմել ձեր պարտների համար, սա որոշ մարդկանց մոտ, հա։ Եթե խոսքի օրինակ մոք քարտի հետ է այս քարտը, հա, դուրս գալի, ինչի մասին է խոսում, հիվանդանոցից դուրս գրվելու կամ վիրակապների հեռացման։ Եթե դուրս եք գալիս Վերխովնայա ժրիցայի հետ այս քարտը, այստեղ ձեռնարկելու ակտիվ գործողությունների մասին կարող է խոսել կամ ազատվելու վնասակար ազդեցություններից։ Խոսքի օրինակ, եթե այս քարտը դուրս է գալիս լուսին քարտի հետ, դա նշանակում է, որ մարդը դուք կարող է ինչ-որ խաբեբայի զոհը դառնալ եւ նա սնվի ձեր էներգիայով, հա, խաբի ձեզ եւ այլն։ Եթե խոսքի օրինակ, այս քարտը դուրս է գալիս աշտարակ քարտի հետ, բաշնյա քարտի հետ, ինչ եք կարծում, սա ինչ կարող է նշանակել։
Եթե կարող եք ասել, ես կխնդրեի այսօր մեկնաբանություն թողնել, հա, այս հարցի հետ։ Ընդհանրապես, եթե դուրս է գալիս աշտարակքարտի հետ, դա խոսում է վրեժխնդրության մասին, երկարատև եւ մանրակրկիտ դա պլանավորված է եղել, այ հենց դրա մասին։ Լուսինը ասեցի, կարող եք ընկնել խաբեբաների ձեռքը, իսկ եթե խոսքի օրինակ դատաստանի քարտի հետ է դուրս գալիս, հա, այստեղ մարդը միգուցե տրվում է հնարավորություն, որպեսզի իր սխալները շտկի, այն ինչ անցյալում ինքը թողել է, արել է եւ եկել է ժամանակը, որ փոխվի։ Իսկ եթե չի փոխվում, այստեղ բավականին ցավոտ ավարտ է ունենում մարդու համար, որովհետեւ բավականին լուրջ կառմա է աշխատել ինքը, չվերանայելով մարդու կյանքում գալիս են ոչ այնքան հաճելի փոփոխություններ, որին կամ նա պետք է վերանայի փոխվի, իսկ եթե ոչ, դաժան ավարտ է ունենում մարդու համար եւ դա անխուսափելի կարող է լինել, սիրելի հետևորդներ։ Կարծում եմ դες շատ դուր եկավ իմ այսօրվա ուղիղ եթերը, որը ես պլանավորել էի կապված 12-րդ արկանի հետ, որովհետև ես որոշել եմ այս հոգևոր մեծ արկանները, նրանց էներգիաների մասին խոսել, որպեսզի շատերին սա հասու լինի, շատերը սա իմանան եւ հասկանան։ Արդյոք դուք պետք է դիմեք այնպիսի մարդկանց, թեկուզ կապ չունի, ովքեր են, ինչ են, միշտ պետք է երևա իրական մասնագետները, հա, որպեսզի դուք հասկանաք, մարդիկ երբ ցույց են տալիս դες ամեն մի մեծ արկանումը կամ փոքր արկանումը, ինչքանով է համապատասխանում դա ճշմարտությանը։ Այսօր ես եմ կարողանում դա բացահայտել խոսքով, իմ գաղտնի գիտելիքներով ձեզ հասանելի տեղ հասցնել, որպեսզի դուք իմանաք այս արարչական հոգևոր էներգիաները ինչքան մեծ կապ ունեն արարչական վերին ուժերի, հա, հետ եւ սա ոչ մի կապ չունի սատանիզմի հետ, որովհետեւ սա մի սիստեմ է, համակարգ է, որը որ միայն ընտրյալների համար է, այլ ոչ թե խաբեբաների, ովքեր կարող են առանց հասկանալու որևիցե միֆիոլոգիայից, հա, գեքսագրամաներից եւ այլն, մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե ինչպիսի ուժեղ էներգիաներ են այս էներգիաները եւ ամեն մարդ չի կարող այս էներգիաների հետ աշխատել, որովհետեւ դա տրված է միայն ընտրյալներին։ Ցանկանում եք բացահայտել ինձ հետ սովորելու ինձ մոտ ավելի խորը ուսումնասիրելու արարչական էներգիաները, տարոքարտերը, ռունաները, մոգությունը եւ այլն, խնդրեմ, հունվար ամսից սկսում է իմ բազային կուրսը, կարող եք գրել ինձ իմ WhatsApp-ի կոնտակտին կամ Telegram կոնտակտին, թողնելով ձայնային հաղորդագրություն, թե իմ, հա, որ դպրոցն եք մասնագիտականով ցանկանում սովորել, ավարտել եւ դառնալ ինքդ առաջինը քո համար լավ ֆունդամենտ դնելով, ճիշտ աշխատելով այս հոգևոր սակրալ գաղտնի գիտելիքի հետ, որպեսզի մարդկանց դու օգնես քո հայրենիքը եւ ճիշտ աշխատես էներգիաների հետ, նաեւ օգնես քո ինքդ քեզ, քո ընտանիքին։ Սրանով ես կավարտեմ, մինչ իմ հաջորդ թողարկում, լավ եղեք եւ հաջողակ։ Այսօր այսքան է, իմ սիրելի հետևորդներ, կհանդիպենք մինչ վաղը։